Ողջույն եւ բարի գալուստ Փիսոն podcast։ Ձեզ հետ կրկին Փիսոն է։ Մենք շարունակում ենք խոսել բռնության տարբեր տեսակների մասին։ Նախորդ թողարկմանը խոսեցինք հոգեբանական բռնության մասին։ Իսկ այսօր անդրադառնանք մի թեմայի, որը շատ հաճախ մարդիկ նույնիսկ բռնություն չեն համարում։ Խոսքը տնտեսական կամ ֆինանսական բռնության մասին է։ Տնտեսական բռնությունը այն իրավիճակն է, երբ մարդը ֆինանսական միջոցներով վերահսկում է մյուսին, այլ խոսքով գումարը դառնում է իշխանության գործիք։ Շատերի մոտ բռնության պատկերացումն անմիջապես կապված է ֆիզիկական ագրեսիայի հետ, բայց իրականում ֆինանսական կախվածությունը նույնպես կարող է ստեղծել նույնքան ուժեղ վերահսկողություն։ Տնտեսական բռնությունը կարող է դրսևորվել տարբեր ձևերով։ Օրինակ, երբ մարդուն արգելում են աշխատել, ասելով դու աշխատելու կարիք չունես, ես ամեն ինչ կապահովեմ։ Առաջին հայացքից դա կարող է թվալ հոգատարություն, բայց իրականում երբեմն դա դառնում է վերահսկողության մեխանիզմ։ Մյուս ձևը եկամուտների լիակատար վերահսկում, երբ մեկը որոշում է, թե մյուսը ինչի վրա կարող է կամ չի կարող գումար ծախսել։ Կա նաև ֆինանսական հաշվետվողականության պահանջը, երբ մարդը ստիպված է բացատրել յուրաքանչյուր ծախս, նույնիսկ ամենափոքր գումարը։ Կամ մեկ այլ տարածված ձև, երբ ֆինանսական ռեսուրսներից զրկում են։ Օրինակ, չտալ գումար անհրաժեշտ կարիքների համար կամ վերցնել մարդուց իր իսկ աշխատավարձը։ Տնտեսական բռնությունը հաճախ հանդիպում է ընտանեկան հարաբերություններում, բայց կարող է լինել նաև այլ միջավայրերում, օրինակ գործընկերների կամ խնամակալական հարաբերություններում։ Տնտեսական բռնության նախանշանները հաճախ սկսվում են փոքր սահմանափակումներից։ Օրինակ, դու սկսում ես զգալ, որ քո ֆինանսական որոշումները քեզ չեն պատկանում, կամ ստիպված ես թույլտվություն խնդրել նույնիսկ սովորական ծախսերի համար, կամ էլ քեզ անընդհատ հիշեցնում են, որ դու առանց ինձ չես կարող։ Այս ամենը դանդաղ ստեղծում է կախվածություն։ Ինչպես խուսափել նման իրավիճակներից։ Առաջինը ֆինանսական անկախության կարևորությունը հասկանալն է։ Անկախությունը միշտ չէ, որ նշանակում է մեծ գումարներ։ Երբեմն դա պարզապես նշանակում է ունենալ սեփական որոշումներ կայացնելու հնարավորություն։ Երկրորդը թափանցիկ եւ հավասար պայմանավորվածություններ ունենալն է հարաբերություններում։ Եվ երրորդը ուշադրություն դարձնելը վերահսկողության վաղ նշաններին։ Եթե ֆինանսական հարցերը դառնում են ճնշման կամ վախի աղբյուր, դա արդեն ազդանշան է։ Հետևեք ձեզ ու ձեր էմոցիաներին։ Մի անտեսեք էմոցիոնալ ազդանշանները, հատկապես երբ դրանք կրկնվում են նույն հարաբերության մեջ։ Ես Փիսոն եմ, ու հիշեք, առողջ հարաբերություններում ֆինանսները պետք է լինեն համագործակցության գործիք, ոչ թե վերահսկողության։